Սիրելի սյունեցիներ, սա 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ընտրարշավի մեր առաջին հանրահավաքն է։ Եվ ես հիշում եմ 5 տարի առաջ 2021 թվականին այս նույն քաղաքում, այս նույն հրապարակում մոտավորապես այսպիսի մի բեմի վրա մեր ունեցած ելույթները եւ մեր հանդիպումը։ Այդ հանդիպումը տեղի էր ունենում բոլորովին ուրիշ աշխարհաքաղաքական, ներքաղաքական, տնտեսական, բոլորովին ուրիշ հանգամանքների պայմաններում։ Եվ ես այսօր եկել եմ զեկուցելու, թե մենք այս 5 տարիների ընթացքում իմ ուղղությամբ, ինձ վստահված ոլորտի մասով ինչ ենք արել։ 5 տարի առաջ այս բեմից դիմելով ձեզ եւ մեր ամբողջ ժողովրդին ես ասում եմ, որ մենք մեզ պատուհասած արհավիրքներից հետո պետք է ուժ գտնենք մեր մեջ, շտկելու մեր մեջքը, շարունակելու ապրել, շարունակելու ապագա կառուցել։ Այսօր ուրեմն մենք հպարտությամբ կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարող մեծամասնությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ եւ ձեզ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մեզ բոլորիս դա հաջողվել է։ Մենք կարողացել ենք մեր մեջ ուժ գտնել եւ շտկել մեր մեջքը։ 2021-ին բոլորիս մտքին օր ու գիշեր մի հարց էր, անվտանգության հարցը։ Բոլորովին պարզ չէր, կշարունակվեն ռազմական գործողությունները թե չէ։ Ավելին ասեմ, բավական չի, որ այդ վտանգները բավականին իրական էին։ Մեր ներսում էլ կային խմբակներ, ովքեր չարախնդորեն, բորերիների նման սպասում էին, երբ պետք է այդ հարձակումները տեղի ունենան, երբ պետք է Հայաստանի Հանրապետությունից կտորներ պոկվեն, որ իրենք էլ շարունակեն իրենց խրախճանք եւ հոշոտեն այն ինչ որ կմնա հարձակումներից հետո։ Հետևաբար, անկեղծ ասած, 2021-ին անվտանգության հարց չէր, Սյունիքի հարց չէր, որքան ասում էին, Հայաստանի Հանրապետության, հայոց պետականության հարցն էր։ Հիմա 5 տարի հետո, հիմա մենք ունենք խաղաղություն, անվտանգության հարց այլևս չկա, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ Սիրելի սյունեցիներ, ես ուզում եմ մի թեթև, շատ կարճ ասեմ, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Ուրեմն խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմամբ։ Տարածքային ամբողջականության ճանաչում Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Այսինքն սա ինչ է նշանակում, որ Ադրբեջանի Հանրապետությունը ընդունում է, որ այն ինչ որ պատկանել է խորհրդային Հայաստանին, պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը եւ Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին ընդունում է, որ այն ինչ որ եղել է խորհրդային Ադրբեջանի սահմաններում, պետք է լինի խորհրդային Ադրբեջանի սահմաններում։ Այս նույն Ալմաթայի հռչակագիրը, որը կողմերը արձանագրեցին, ընդունեցին դեռ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրագայում, հետո դա գրվեց մեր խաղաղության պայմանագրում, որը նախաստորագրվել է, դա գրվեց սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգում, որը ստորագրվել է, վավերացվել է երկու պետություններում համապատասխան ընթացակարգերով։ Եվ ահա, գիտենք, դեռ հարցեր կան, իհարկե, ամեն ինչ չի վերջնական կարգավորված։ Խաղաղությունը շարունակում ենք ասել, խնամքի կարիք ունի, սահմանազատումը սկզբունքը ֆիքսել ենք, բայց գործընթացը ամբողջությամբ ավարտված չէ, բայց ամենակարևորը ֆիքսել ենք սկզբունքը Ալմաթայի հռչակագիրը եւ նաեւ ֆիքսել ենք, որ բոլոր հարցերը տարածքային դեռ իրանց վերահսկողության տակ կան որոշակի տարածքներ, դեռ մեր վերահսկողության տակ կան որոշակի տարածքներ, բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքակիրթ աշխարհին վայել սահմանազատման գործընթացի շրջանակներում։ Բայց սրանով 2021-ի եւ 26-ի էական տարբերությունները չեն ավարտվում։ Սիրելի սյունեցիներ, 2021-ին, երբ աշխարհի շատ երկրների պետք էին նոր հաղորդակցության ուղիներ, նոր տրանսպորտային ուղիներ, Հայաստանի Հանրապետությունը
որոշների կողմից ընկալվում էր որպես խոչընդոտ, որպես սեպ։ Հիմա 5 տարի հետո Հայաստանի Հանրապետությունը դառնում է մի իսկական կամուրջ, որը կամրջում է արևելքը եւ արևմուտքը, հյուսիսը եւ հարավը, սա է մեր խաղաղության խաչմերուկի տրամաբանությունը։ «2021-ին, սիրելիներս, մեզնից ակնկալում էին մեր տարածքով անցնել, մեզնից ակնկալում էին Միջանցք։ Այս Միջանցք բառը ընդ որում շատ դրական իմաստ ունի, բոլորը փորձում են գտնել, կառուցել տրանսպորտային միջանցքներ։ Ամբողջ դժբախտությունը եւ վտանգն այն էր, որ մեզնից ակնկալում էին ոչ այդպիսի տրանսպորտային միջանցք։ Մեզնից պահանջում էին միջանցք, որը օրինակ ցանցերով փակված եւ առանձնացված կլինի ամբողջ երկայնքով, ենթադրենք երկաթուղու, եւ առանձնացված կլինի Հայաստանի Հանրապետության մյուս տարածքից։ Մեզնից պահանջում ակնկալում էին միջանցք, որի ամբողջ երկայնքով երրորդ երկրների զինվորներ շարված կլինեն։ Դե նոմինալ անվանապես կարող է շարունակվել համարվել Հայաստանի Հանրապետություն, բայց դե բոլորս էլ հասկանում ենք արդեն դրա իրական էությունը։ Այսօր 5 տարի անց մենք չենք խոսում միջանցքի մասին, մենք ունենք ապաշրջափակում, ընդ որում բոլոր ենթակառուցվածքները, որոնք գտնվում են մեր երկրի տարածքում եւ հարևանները կարող են օգտվել այդ ենթակառուցվածքներից, այդ ենթակառուցվածքները շարունակելու են մնալ մեր ինքնիշխանության ներքո, շարունակելու են գործել մեր իրավազորության ներքո, ենթադրենք որևէ արտակարգ իրավիճակն է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններն են զբաղվելու այդ հարցերով, եւ իհարկե խոսք չկա երրորդ երկրների զինվորների կողմից կամ որևէ այլ անվտանգային միջամտության եւ վերահսկողության մասին։ Եթե ձեզ որևէ մեկը կասի դեռ միջանցք կա ինչ, բացարձակապես սուտ է որևէ, այսինքն այդպիսի հայտարարություն գրոշի արժեք ունենալ չի կարող։ Սա է ուրեմն այն մոտավորապես, ինչ անվանում ենք TRIP, Թրամփի ուղի հանուն միջազգային բարեկեցության եւ խաղաղության, եւ մնացած նաեւ մյուս ապաշրջափակվող ենթակառուցվածքները նույնպես։ Ես ուզում եմ շատ կարճ ձեզ ասել, քանի որ անդադ խոսում ենք, բայց անդադ շահարկումներ կան, ինչ է վերջո TRIP-ը, որի օրինակ երկաթուղիները անցնելու են Սյունիքի հարավով։ Սա մի ենթակառուցվածք է կամ ենթակառուցվածքների խումբ, կլինի երկաթուղի, կլինի էլեկտրալարեր, թե ինչ, որը կապելու է Հայաստանը Հայաստանի հետ առաջին հերթին։ Օրինակ, Սյունիքի որևէ ձեռնարկություն իր արտադրանքը կարող է այս երկաթուղով, Նախիջևանով, հետո Երասխով ուղարկել Երևան, Գյումրի, այլուր։ Սա մի ենթակառուցվածք է, ծրագիր է, որը կապելու է Հայաստանը աշխարհի հետ։ Մենք մեր ապրանքներն են կարող ուղարկել Եվրոպա եւ Չինաստան եւ ներմուծել այդտեղից։ Ընդ որում, մի առանձնահատկություն, բոլորդ գիտեք, ապաշրջափակումը արդեն սկսվել է, Ադրբեջանը արդեն իր տարածքը բացել է եւ մենք կարողանում ենք օգտվել իր ենթակառուցվածքներից եւ ապրանքներ ներմուծել եւ հիմա արդեն արտահանել իր տարածքով այլ երկրներ։ Նաեւ երկրորդ նշանակությունը TRIP-ի, այո, սա մի ենթակառուցվածք է, որով Ադրբեջանն է կապվելու մեր տարածքով Նախիջևանի հետ եւ Ադրբեջանն է կապվելու երրորդ երկրների հետ։ Եվ վերջապես երրորդ շերտը, սա մի ենթակառուցվածք է, որով երրորդ երկրներն են իրար հետ կապվելու։ Պայմանական Ֆրանսիան եւ Չինաստանը առևտուր են անելու եւ այդ առևտուրը անցնելու է Սյունիքի մարզով եւ դրանից օգտվելու են հազարավոր սյունեցիներ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Մենք ուրեմն գտնվում ենք եկեք արձանագրենք սա, հիշենք սա ու մեր հետագա գործունեության մեջ ելնենք այս հետեւյալ արձանագրումից։ Մեր անվտանգության, կասկածի տակ գտնվող անվտանգության, մեր անորոշությունների էջը փակված է այլևս։ Մենք թևակողել ենք եւ թևակողում ենք զարգացման դարաշրջան, հնարավորությունների դարաշրջան, խաղաղության դարաշրջան։ Մեզնից պահանջվում է միայն շարունակել տեր կանգնել խաղաղությանը, տեր կանգնել ինքնիշխանությանը, տեր կանգնել ժողովրդավարությանը։ Ուրեմն սիրելի սյունեցիներ, 2026-ին քվեարկում ենք 16-ին, 2026-ին քվեարկում ենք 2026-ին քվեարկում ենք 16-ին։ Լավ եղեք։
Լավ եղեք եւ չկասկածեք, ամեն ինչ լավ է լինելու։